Բարև ձեզ, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Այս կիրակի հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Հունարեն բնօրինակում այստեղ օգտագործվում է մետամորֆոզ բառը, իսկ մենք հայերս այս տոնն անվանում ենք նաեւ վարդավառ։ Տոնակային այսօրվա աստվածաշնչյան պատմությունը հետևյալն է. Սուրբ առաքյալների կողմից իբրև Աստծո որդի խոստովանվելուց հետո Քրիստոս իր սիրելի աշակերտներին իր հետ լեռը բարձրացնում աղոթելու եւ այնտեղ վերափոխվում է նրանց առջև։ Նրա դեմքը փայլում է ինչպես արև, նրա հագուստը սպիտակ որպես լույս։ Կատարված է առաքյալների խոստովանած հավատքի հիանալի հաստատումն է։ Նրանք չեն սխալվում։ Այս Հիսուս Քրիստոս իրական Աստծո մարմնացյալ որդին է։ Ինչպես վարդի կոկոնն է իր գեղեցկությունը թաքցնում, այնպես էլ Քրիստոս թաքցնում է իր աստվածությունը։ Չէ՞ որ դրա ժամանակը դեռ չէր եկել, բայց նրանք, ովքեր արդեն ճանաչել էին Քրիստոսին եւ դավանել նրան որպես Աստծո որդի, պետք է հաստատվեին իրենց հավատքի մեջ։ Նրանց այս հաստատումը անհրաժեշտ էր, որպեսզի չթերանան իրենց հավատքում։ Նրանց թույլատրվում է տեսնել Աստծո որդուն իր ողջ աստվածային շքեղությամբ, լույսի արարչին, լույսից լույսին, ճշմարիտ Աստծուն ճշմարիտ Աստծուց։ Աստվածատեսության այս պատիվը հին կտակարանում հին ուխտի ժամանակ տրվել էր Մովսեսին եւ Եղիային, իսկ հիմա երկուսն էլ որպես օրենքի եւ մարգարեության ներկայացուցիչներ կանգնած են Քրիստոսի կողքին, խոսում են իր հետ, վկայում նրա աստվածության մասին։ Եվ ահա երկնքից լսվում է մի ձայն. «Դա է իմ սիրելի որդին, որին հավանեցի, դրան լսեցիք»։ Առաքյալների համար ուրախությունն աննկարագրելի է։ Նրանք ուզում են տաղավարներ կառուցել, ցանկանում են մնալ այդ լեռան վրա լույսի աղբյուրին այդքան մոտ։ Ինչու՞։ Որովհետև նրանք տեսնում են, թե ինչպես Քրիստոսի միջոցով ապաքինվում է մեղքի մեջ ընկած, մահվան տառապանքներով հիվանդացած մարդկային բնությունը։ Նրանք տեսնում են, թե ինչպես է նրա հիանալի կերպարանքի մեջ վերափոխվում մարդկային բնությունը։ Նրանք հասկանում են, թե ինչ է նշանակում այն, որ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով եւ իր նմանությամբ։ Մենք բոլորս Աստծո պատկերն ու նմանությունն ենք եւ այն, ինչ որ մարդն է կամ կարող է լինել, տեսանելի է դառնում նրա Հիսուս Քրիստոսի մեջ։ Նրա միջոցով Աստված խոսում է մեզանից յուրաքանչյուրի հետ եւ ասում. «Դու իմ սիրելի զավակն ես։ Ես այստեղ եմ քեզ բուժելու, դեպի հավիտենական կյանք տանելու, եւ դրա համար պետք է խոստովանես ինձ, եւ քո հավատքը պետք է կենդանի հավատք լինի»։ Թե ինչպես է դա հնարավոր, տեսնում ենք Տիրոջ օրինակում։ Այն, ինչ նրա մեջ տեսանելի է, պետք է հայտ գա նաև յուրաքանչյուր հավատացյալի մեջ։ Կյանք, պայծառություն, ուրախություն, մաքրություն, սեր։ Ուստի Քրիստոսի պայծառակերպության կիրակի օրը մեզ սովորեցնում է հաջողակ կյանքի մեր հույսը հիմնավորված է եւ հաստատված։ Նույնիսկ եթե մենք ստիպված ենք անցնել տառապանքների եւ ցավերի միջով, եթե մեր հավատքի մեջ անսասան մնանք, ապա կապաքինվենք եւ կսրբագործվենք Աստծո կողմից։ Այո, ամեն մեկն իր խաչը պետք է կրի այս կյանքում։ Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե մենք ամուր մնանք մեր հավատքի եւ դավանանքի մեջ։ Քանի որ գիտենք, որ ճանապարհի վերջում փոփոխություն կա դեպի լավը, կա ապաքինում եւ սրբացում, վերափոխում
դեպի լավը, որը իրականանում է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Դրա համար պետք է հավատանք նրան և փառավորենք հավիտյանս հավիտենից։ Ամեն։